Հոկտեմբերի 24-ին Երևանի նախկին Միկա մարզահամալիրում կանցկացվի խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարը, որի ընթացքում կկայանա 13 պրոֆեսիոնալ մենամարտ քիքբոքսինգ, մուայ թայ, կամեկ եւ MMA ոճերում։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Վրաստանից, Իրանից, Լեհաստանից, Իսպանիայից։ Մրցաշարը ցուցադրվելու է 200-ից ավելի երկրում։ Այս կարևոր մարզական իրադարձության մասին կխոսենք մեր հյուրերի հետ, ես ներկայացնեմ Հայաստանի Mix Fight Ֆեդերացիայի նախագահ Վարդան Մնացականյան, Հայաստանի Mix Fight Ֆեդերացիայի փոխնախագահ Հրաչ Ազիզյան, Հայաստանի Mix Fight Ֆեդերացիայի աշխատակազմի ղեկավար Էրիկ Օհանյան։ Բարի օր, բարի լույս։ Ինչպես եք մեր սրտի սպորտսմեններ։ Շատ լավ։ Ինչպես է պատահել, որ այդ 3 իրարից տարբերվող այսպես սպորտաձևերի ներկայացուցիչներ հետ համախմբվել եք մեկ հարկի տակ։ Համագործակցում եք։ Որպես աշխատակազմ ասեմ, ասենց ասեմ, ինչ է մեզ դրթեց ձեր ասած միանալ աշխատանքը։ Տեսանք Հրաչի աշխատանքը, տեսանք Վարդանի աշխատանքը, տեսանք իմ աշխատանքը լսել եք գեղեցկացնում է փաստորեն։ Հա, որ զգացինք առավոտ շուտ արթնանալ, ուշ քնել ավելի ճիշտ է աշխատանքի բերումով ու տենց մարտարվեստը Վարդանը երբ որ Mix Fight-ը բերեց Հայաստան, մոտ 48 հատ մրցաշարեր դրսում էր արել, բոլորս ոնց որ կարելի ասած երազում էինք այդպեսի լույսեր ունենանք Հայաստանում։ Ու երբ որ ստե առաջի անգամ արեց 49 թե 50-ը չեմ հիշում, կոնկրետ ինքը կասի, աման, ասենք, կարանք ստեղ լինենք, երեխաներից բռնած, մարզիչներից վերջացած, իրոք, խումբ դառանք եւ իրանել։ Շատ հաճելի էր, որ արդեն սկսեց արտերկիր հայ մարզիկներ ուղղորդել, հա, որտեվ բոլորը գալի ճանաչում ստեղ ու ասես մնում էին, պետքա նորից սկսեին։ Վերջո նպատակը դա է, միջազգային ասպարեզ դուրս գալը, տեղում չդոփելը։ Ու տենց հավաքվեցինք Mix Fight-ի շուրջ ու Վարդանի պրոմոշնի անունն էլ հենց Mix Fight է, խառը մարտարվեստներ, խառը մարզաձևեր, խառը կռիվներ ու ընդհանուր որ անցկացնում ենք, համ լինում է մրցաշարի ժամանակ kickbox, կամեկ, MMA, մայ թայ մարզաձևերն է լինում եւ այդ մարզաձևերը միջազգային օրգանիզացիաներ գոյություն ունեն, որ մենք WBC մայ թայ պրիստավից ենք, որ հրաշքն է այդ ուղղությամբ զբաղվում, Gaman Global Association of Mixed Martial Arts, Էրիկն է զբաղվում դրանով, իսկ անել Ամերիկայում մեր ընկերն է Մեսրոպն է զբաղվում։ Ընդհանուր որոշեցինք բացենք ֆեդերացիա, զարգացնենք Հայաստանում հենց Mix Fight-ի ֆեդերացիա, ու բոլոր այդ ճյուղերով ամեն մեկը զբաղվում ենք։ Ու լավ ստացվում է մոտներս ֆեդերացիան զարգանում է, բացել ենք արդեն ակումբներ, հենց Mix Fight ակումբ, Mix Fight ֆեդերացիա, Mix Fight promotion 220 դեպի ուղղորդվել են հենց Mix Fight-ից սկսել, էլ։ Հոկտեմբերի 24-ին է նախատեսված հիմնական մրցաշարը, ովքեր են լինելու, ավելի փակագծերը կխնդրեմ բացեք։ Մասնակիցների նկատի ունեք։ Դե մասնակիցները, ինչպես նշեցիք, տարբեր երկրներից են, Վրաստանից, Իրանից, Լեհաստանից, Բրազիլիայից, հա, տարբեր երկրներից են լինելու։ Խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ ամսի 24-ին տարբեր երկրների մարզիկներ են լինելու, շատ մեծ մրցաշար է լինելու ու բոլորս էլ ինձանից սկսած, դե ես անձամբ մասնակցելու եմ մենամարտ եմ ունենալու ու մնացած բոլոր հայ մարզիկներն էլ շատ լավ պատրաստվում են, իրանց համերավերջին մարզումներն են, որովհետև վաղը կշերկն է, մյուս օրը մրցաշարը։ Բացի 24-ից ամսի 25-ին մենք նաև ունենք սիրողական առաջնություն Միկա մարզադահլիճում, սպորտի կառավարման կենտրոնում ներկապային այսպես է կոչվում, որտեղ որ էլի եւս արդեն հայտերի քանակությամբ մոտավորապես 400 մարզիկ է մասնակցելու։ Բավականին ծանրակշիռ այսպես կազմող։ Այո, նույնպես Վրաստանից, Իրանից էլի մարզիկներ կան, ովքեր որ սիրողականին մասնակցելու են։ Միաժամանակ 4 ռինգ է լինելու։ Միաժամանակ ինչպես է կառուցվածքը դահլիճի, որ միաժամանակ եւ ինչպես կարող է այն մարդով ցանկանում է օրինակ գալ եւ տեսնել, մասնակիցը լինել։ Ժամը 10-ից դռները բաց է, ով ցանկանում է կարող է։ Մեջտեղը լինելու է սետկեն, մի կողմում լինելու է ռինգ։ Միանգամից նկատվելու է միանգամից 4 տեղ մարզիկները մենամարտելու։ Իսկ թե ինչպես ենք մենք այդ ամեն ինչը կազմակերպում,
գաղտնիքները չենք բացում, սինխրոնիզացիան պահում ենք, համատեղ 3 ռինգ, օկտագոն, 8 անկյուն, որ ասում է, օկտագոն եւ 2 տատամի միաժամանակ մրցաշարերը լինում է ու հաղթողը միանգամից պարգևատրվում է, գնում է տուն։ Այդտենց կարող ենք սինխրոն պահենք, որ 400-ից 500 հոգի երեխաներ 5-6 տարեկանից բռնած մինչև 18+ մասնակցում են։ Պատկերացնում եք, այդ սինխրոնիզացիան պահելը կարգել այդ աշխատանքը։ Այդ աշխատանքը փոխնախագահան, նախագահան եւ կազմակերպիչը ճիշտ աշխատակազմով մտնում են մեջը ու սկսում են ճիշտ պաշտպանել ամեն ինչը, որ կարողանա ճիշտ սինխրոնիզացիա ստանդարտները միջազգային, ոնց որ Եվրոպայի աշխարհի առաջնությունն են անում, նույնպես ստեղ են անում։ Ոսեցիք 5 տարեկանից արդեն սկսվում է։ Փոքրիկներին ինչպես են բերում ծնողները, հետաքրքրությունը ինչպիսին է։ Նայեք, որ գալիս են ընդունվելու, եթե տղա երեխան օրինակ 5 տարեկան է, եկել է ընդունվելու ծնողի հետ, հա, առաջինը հարց ենք տալի, MMA-ի մասին եմ ուզում ասեմ։ Տղա ջան, ձմեռ պապիկ է, որ ասում է, հա, ասում եմ տարեկտուն բացատրեք ճիշտ է, որ տղա դառնա նոր գա։ Երեխա չեմ ընդունում։ Խնդրում եմ։ Դե գիտեք ոնց, հիմա դուք եթե պատկերացեք դուք միջի հիմա գիտեք ձմեռ պապիկ է, ինչ դժվար կլինի։ Չէ, հրաշալի կլինի մենակ ինչ վատկետում եմ գտնվում։ Աղջիկը կարող է, բայց տղան պետք չէ։ Քիչ առաջ ինչից ենք խոսում է։ Տեսեք, այդ ժամանակ այդ երեխան կարող է։ որ պատմամարտիկներ որոնք գալիս են։ Ունենք նրանք էլ մի քիչ ուրիշ շեղվածություն ունեն, բայց խոբի երբ որ սարքել են մարտարվեստը, քիքբոքսը կամ մուայ թայը կամ MMA-ը, դա արդեն ոնց որ կարելի ասես մեր դասանցի է լինում, ու սկսում են հենց ռոպագանդել դա, որ իրոք պիտանի է ոչ թե մենակ առողջության, այլ իր զարգացմանը, երագույնը բարձրացնելու նպատակը։ Կարևորը դա է, որ երեխաների մեջ դա է նստած, որ կարող են այս ճանապարհով Հայաստանում դուրս գան mix fight-ի հնարավորություն ասպարես։ Դա չէ ստեղ անդհատանել ու դուրս չգալ դա դժվար է, իսկ այսօր Փառք Աստծո կարող է mix fight-ը ուղղորդի մարզիկներին արտերկրներ, որոնք կարող են ոչ թե գնան դեղ ապրեն, որ կարողանան, հա, այլ չէ, հակառակը, ստեղ ապրելով, ստեղ մենամարտելով կարողանում են ունենան աշխարհի մասնակցեն աշխարհի բոլոր միջազգային մրցումներին։ Մինչ այժմ ինչ հաջողություններ են ունեցել մեր սպորտսմենները։ Mix fight-ը MMA-ում mix fight-ի մեջ թե բոլոր մրցաձևերից իրական թե պրոֆեսիոնալ։ Հա։ Ունեցել ենք մարզիկներ, որ մեր մրցաշարից այսօր համար առաջի մարզիկն է Իլիա Տոպուրյան վրացի Հայաստանում է։ Չէ, ինքը վրացի է, ապրում է Իսպանիայում, բայց ինքը սկսել է մեր պրոմոշնից։ Հենց դա է ուզում իմանալ ձեզ։ Ու այսօր հասել է ինքը աշխարհի ամենաուժեղ կպնողն է իր քաշում, հայտնի կպնող է դառել։ Ունենք էլի հայ կպնող ենք ունեցել ստեղից Կարնե Գևորգյանը, որ մենք ենք էլի ուղարկել Ամերիկա UFC աղջիկա։ Այո։ Ես չեմ դուք եք։ Ընդհանուր հաջողություններ եղել է ու կլինեն, պրոստը պետքա լինեն լավ սպորտսմեններ, որ կարողանան բարձր լիգաներ անցնել։ Լավ սպորտսմեն լինելու համար ինչ է պետք։ Լավ սպորտսմեն լինելու համար պետք է շատ ցանկանալ, որ դու լինես լավ սպորտսմեն, ամեն ինչի մեջ ցանկությունն է կարևոր։ Եթե մի բանը դու շատ ես ուզում, անհնար ոչ մի բան չկա։ Այդ շատ ուզելու ճանապարհին ինչը որ քո ճանապարհին հայտնվում է, դու դրանց վրով անցնում ես կամ հաղթահարում ես, այն որ ասում ես ինչքան էլ քարքարոտ լինի ճանապարհը անցնում ես, եթե ունես նպատակ էլի կյանքում իհարկե։ Բայց եթե չունես նպատակ, ուղղակի երազանքներով ապրում ես, կյանքում ոչ մի բան չի ստացվի։ Այն ինչ որ երազում ես, դա պիտի նպատակ դնես, հասնես դրան, էլի։ Իսկ մնացածը լավ սպորտսմեն լինելու համար պետք է սկսել ճիշտ առօրյայից, առավոտյան, ճիշտ սննդակարգից, ճիշտ մարզումներից, ինչքան էլ հոգնես, ինչքան էլ դժվար է պրոֆեսիոնալ սպորտում, որովհետև այնտեղ, չգիտեմ, սննդակարգից շատ բաներից զրկել, մենք այդ վիճակում ոնց չտրվել գայթակղությունների օրինակ մեր ինչ դժվար է սպորտսմեն լինելը, որովհետև եթե պետք ամեն ինչի համար։ Դե հենց այդ շատ ուզելն է, էլի, ես օրինակ 16-17 կիլոգրամ քաշ եմ իջնում, որ կարողանամ, ասենք, իմ քաշին մենամարտել, հենց այդ իջնելը, քաշը, պահելը, նիհարելու այդ process-ը, դիետան, ամենօրյա պարապմունքները, որ 2 անգամ, հենց այդ շատ ուզելն է, էլի, որ մի բանը շատ եմ ուզում, ես իմ համար կարամ ասեմ, ես որ մի բանը շատ ուզեմ, դրան հաստատ հասնում եմ, էլի, անհնար ոչ մի բան չկա, ինչն էլ անհնար է,
հնարավոր է սարքում ու անցնում ես առաջ։ Եվ քանի որ շատ եք ուզում ձեզ հաղթանակին իրականացնել։ Պրոպագանդա է վաղ առավոտյան մեր եթերում։ Նաև ինձ հետաքրքիր է ինչպիսի տարածվածություն եւ պահանջարկ ունի, օրինակ երիտասարդների շրջանում կամ ավելի բարձր տարիքային շեմի դեպքում։ Գալիս են պարզապես իրենց ինքնապաշտպանական նպատակներով։ Տեսեք, խոսում ենք նոր պրոֆեսիոնալ սպորտաձևից, այսինքն դրա համար երկար ճանապարհ է պետք զերկանքներ, բայց ոմանք կարող է ցանկանան պարզապես կոփվելու համար գալ ինքնապաշտպանական նպատակներով։ Պարտադիր չի բոլորը պրոֆեսիոնալ սպորտսմեններ դառնալ իրականում։ Այո, դրա համար դահլիճները լիքն են մեզ մոտ, որտեվ եկողը ձեր ասացի պես գալիս է առաջինը նրա համար, որ ինքը կարողանա կռվի։ Մենք չեմ սիրում այդ ինքնապաշտպանություն բառը։ Ես մտածում եմ տղամարդը պաշտպանվում է մենակ այն ժամանակ, երբ որ չի ուզում երեխա ունենա։ Բայց եթե կռիվ է լինում, պետք է կարողանա կռվի։ Չէ, առանց հումորի։ Կռվի ժամանակ, երբ որ դու պաշտպանվեցիր, արդեն դու պարտված ես։ Այսինքն քո երեխան գիտի կռվել ու կյանքում չի կռվում։ 47 տարեկան եմ, 47 անգամ կռված չկամ։ Ուժեղի սինդրոմն է արդեն այդտեղ։ Դա ուրիշ բան է, դառնում արդեն։ Գիտես, կարող ես։ Ձեր երեխան ունենում է մեծ շրջապատ, առողջ շրջապատ, մարզիկներ, ոչ թե չգիտես ինչ, որտեղից եկած, ով ինչ կդառնա, 100 հոգուց եւի 3-ն են պրոֆ լիգա մտնում։ Բնական է։ Այս 3-ը մեր հյուրերն են այսօր, այո։ Դե այսօր Հրաչի իրան տարբեր բաների զրկել է, որ հասնի անկեղծ։ Ժամը 11-ին գնում է քնելու, առավոտ շուտ արտան։ Մենք էլ առավոտյան հաղորդավարներ ենք, մենք էլ ենք այդ ժամին քնելու։ Հետագայում չի ազդում օրինակ այդ խիստ հետաները, քաշի միանգամից անկում, ինչպես է կարողանում կանոնակարգել այդ կտրուկ փոփոխությունը ձեր կյանքի։ Չէ, քաշի անկումը միանգամից չի, ինքը աստիճանաբար է, երբ որ դու մենամարտ ունես, խոսքը պրոֆեսիոնալ մենամարտի մասին է, դու նախորդ տեղյակ ենք լինում, օրինակ պարոն Մնացականյանն ասում է, որ ունենք օրինակ 3 ամիս կամ 4 ամիս հետո լինելու է Mix Fight 59-րդ մրցաշարը, դու արդեն տեղյակ ես լինում, որ 4 կամ 5 ամիս հետո ունես մենամարտ ու անցկացրած մենամարտիցդ հետո բնականաբար քաշային կաբանով մի քիչ վերականգնվում ես սննդակարգով եւ այլն, որից հետո դու արդեն պրոֆեսիոնալ բոլոր մարզիկներն էլ գիտեն իրանց օրվա ռեժիմը, օրը քանի անգամ մարզում անեն, ոնց անեն, որ կարողանան ոչ թե միանգամից, որ քաշի անկում միանգամից եղավ, ոչ մի բան չես կարողանաս, գերհոգնածություն կառաջանա, իսկ գերհոգնածությունը վերականգնվելը շատ բարդ է ու երկար է տևում ինքը այդ ռեաբիլիտացիոն շրջանը, դրա համար աստիճանաբար ենք այդ ամեն ինչը անում ու ասեմ ձեզ, այս քաշ պահելու ընթացքում, որ դիետայով սնվում ես, այդ ավելի օգտակար է, քան թե այն ինչը որ մենք առօրյայում ուտում ենք, որտեղ այնտեղ սպիտակուցներ, չգիտեմ, մածկաջրեր, վիտամիններ եւ այն ինչ որ պետք է օրգանիզմին, ուղղակի մեր օրգանիզմը բնական է, բոլորս էլ սովոր ենք ինչ որ չգիտեմ, խորովածի, չգիտեմ, չիպսերի, գազիրովկա, հայկական միջավայրում ձեզ բավական դժվար է լինելու սպորտսմենները։ Դե երբ որ պատրաստվում ես բնականաբար ոչ, բայց այնց չի որ դու կարաս ամբողջ կյանքդ առօրյայում դու քեզ դրանից զրկես։ Ըստ էության միայն սնունդը չի, այստեղ կա քնի ռեժիմ, զբոսնելու ռեժիմ։ Երբեմն ընտանիքը մի բան է ուզում, բայց դուք ուզեք չուզեք ձեզ եք նայել պատատում որ 24-ին, ամսի 24-ին 13 այդպես պրոֆեսիոնալ մարզիկներ պատրաստված, քանի ամիս է արդեն պատրաստվել են այդ միջոցառմանը, լինելու են Հայաստանում Միկա մարզադահլիճում ու իրանց ցուցաբերելու են ոչ թե ցուցադրական կամ ինչ-որ այլ ռեալ մենամարտեր, որոնք երեխաները նոր ասեցիք ինչի են ձգտում, չէ՞, տեսնում են կարում են մարտարվեստի ոճով, օրինակ մուայտայով է կպնելու, մեկը կամ քիքբոքսի օրենքներով, մեկը MMA-ի, չէ։ Նրանք արդեն պատրաստված մտնում են ռինգ ու ռինգում իրանց ցույց են տալի պրոֆեսիոնալ մենամարտեր, որտեղ դրոշ են բարձրացնում։ Ինչի՞ չէ, մոտ քանի երկիր ունենք եկող, արդեն այդ Mix Fight-ի բաները հայտերը հենց է, որ տարբեր երկրներից են գալի մասնակցության, ոչ թե մենակ հայեր իրար մեջ են։ Արդեն ջան 12 հոգու մասին կխնդրեմ բացված կտաս, որ մարդիկ իմանան։ Ընդհանուր լինելու է 12 մենամարտ, մարզիկներ կան շատ հայտնի, Պոլշայից է գալիս, մարզիկը առաջի անգամ է գալի Հայաստան, UFC վետերան կպնող է, Brave կազմակերպության աշխարհի չեմպիոնն է, 3 անգամ գրեպլինգի աշխարհի չեմպիոն է, հայտնի կպնող է շատ էլի, կպնելու է աստե մեր հայ մարզիկի հետ, Նարեկի, հետաքրքիր մենամարտ է լինելու, իրանից բացի էլի կա մի հատ հայտնի կպնող Տիտո Բելտրանը, 16 անգամ Եվրոպայի չեմպիոն է, Սևգոտի 5-րդ գրադու գրապլինգից,
ինքն էլ է կպնելու էլի Հայաստանում, իհարկե լավ բոյեր լինելու են էլ ընդհանուր Minecraft-ը գլավնի շատ կարևոր լավ բոյեր է լինելու։ Ցանկանում ենք, որ մեր եռագույնը իսկապես հաղթական ծածանվի այդ մրցելույթում, բոլորից պատիվն ու պարծանքներ լինելու։ Շնորհակալ ենք մեզ հյուր գալու համար, մեր հեռուստադիտողներին հիշեցնենք եւս մեկ անգամ, որ Կենտրոն հեռուստաընկերությամբ է ցուցադրվելու նաեւ այս մրցաշարը ուղիղ եթերում, այո, ինչպես նաեւ մեր այժմյան եթերը։ Մնացեք մեզ հետ, դիտենք գովազդը եւ վերադառնանք։